Bernie Sanders and Governor Martin O'Malley. Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Վերմոնտի սենատոր Բերնի Սանդերսը բանավիճում էին նախագահ Բարակ Օբամայի կառավարման կարևորագույն գործողություններից մեկի՝ արտաքին քաղաքականության առաքելության շուրջ։ Երկու թեկնածուները լավատես էին բանտարկյալների փոխանակման եւ Իրանի միջուկային պայմանագրի ավարտի շուրջ։ 36 տարի անց վերջապես մենք մի լավ օր տեսանք եւ կարծում եմ դեռ շատ լավ օրեր ենք տեսնելու մինչեւ ամեն ինչ կկարգավորվի։ Արդյոք պետք է հարաբերությունները կարգավորենք։ Այո, պետք է այնտեղ դեսպանատուն բացենք։ Ոչ։ Բրուքինգսի հաստատությունից Ջոն Հուդոքը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում խոսում է նախագահական ընտրարշավի ազդեցության մասին։ Կարծում եմ, որ արտաքին քաղաքականության շուրջ զրույցի ծավալումը դրական է Հիլարի Քլինթոնի համար։ Նա ակնհայտորեն ամենափորձառուն է այս հարցի շուրջ եւ հեշտությամբ խոսում է այս խնդիրների եւ դրանց բարդությունների մասին։ Ըստ վիճակագրական տվյալների Քլինթոնն ու Սանդերսը ձայների թվով շատ մոտ են, սակայն նրանց տարբերությունը նկատելի է, երբ շոշափվում են զենքի եւ առողջապահության թեմաները։ Մերիլենդի նախկին նահանգապետ Մարտին Օ'Մալին, ով ձայների թվով զգալիորեն զիջում է Քլինթոնին եւ Սանդերսին, բանավեճի ընթացքում արտահայտվելու բավարար ժամանակ չէր ստանում։ Չենք կարող անընդհատ անցյալի մասին խոսել, հայտարարելով, թե բոլորը թշնամի են։ Թերևս համացանցում քննարկումների թեմա են դարձել Վլադիմիր Պուտինի հետ համագործակցելու մտադրության վերաբերյալ Քլինթոնի հայտարարությունը եւ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի սխալները Հիլարի Քլինթոնի դեմ Սանդերսի կողմից չօգտագործելու որոշումը։ Սա դեմոկրատական կուսակցության վերջին նախագահական բանավեճն էր, նախքան Այովա նահանգում փետրվարի 1-ին կայանալիք ընտրաժողովը։ Ստելլա Գրիգորյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։